տարբեր քաղաքներում կոնկրետ Թեհրանի կենտրոնն է հարվածի թիրախ եղել, որտեղ կենտրոնացած են պետական ղեկավարման մարմինները, կառավարությունը, առաջնորդի նստավայրը, ազգային անվտանգության խորհուրդը, բայց թե ուղղակիորեն որտեղ է թիրախավորվել եւ ինչ է եղել, այդ մասին դեռևս տեղեկություններ չկա։ Տեղեկություններ կա, որ հարվածներ են հասցվել Ղոմ, Քերմանշահ, Էսֆահան, Թավրիզ եւ մի շարք այլ քաղաքներին, Քարաջը, Թեհրանի հարվածանում գտնվող այդ քաղաքներին հարվածները հասցվել։ Տեղեկությունը դեռևս այս այսպես կոչված մակարդակի է, որևէ այլ պաշտոնական ինֆորմացիա Թեհրանից չի հրապարակվել, միայն թե ակնհայտ է եւ կասկածից վեր է, որ Թեհրանը եւս նախապատրաստվում է պատասխան հարվածի, որոշակիորեն խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նակը հայտարարել է, որ պատերազմի սկիզբը դուք սկսեցիք, բայց դրա ավարտը ձեր կամքով եւ ձեր ցանկությամբ չի լինելու։ Սա միակ պաշտոնական այսպես կոչված հայտարարությունն է, որը կատարվել է Թեհրանից։ Բայց բնականաբար լարված վիճակ կարող է լինել ինչպես ամբողջ հասարակության մոտ, որովհետեւ երկիրը հայտնվել է փաստացի պատերազմական վիճակում, արդեն պաշտոնապես հայտարարվել է դրա մասին, Իրանի օդային տարածքը եւս փակվել է, ինչպես որ Իսրայելն է փակել իր օդային տարածքը եւ կարելի է կանխագուշակել բնականաբար, որ մարդիկ սպասողական վիճակում են։ Դիվանագիտության կոպիտ խախտում է, երբ դու բանակցությունների ես նստել ես բանակցությունների սեղանի շուրջ, բանակցում ես դիմացինի հետ եւ շատ ինտենսիվ գործընթաց է գնում ու դու այդ ընթացքում խախտում ես պայմանավորվածությունները ու հարձակվում ես։ Սա երկրորդ անգամ է տեղի ունենում, չմոռանանք, որ 12-օրյա պատերազմն էլ հենց այդպես է սկսվել, այսինքն Իրանն ու Ամերիկան պատրաստվում էին 6-րդ բանակցությունների 6-րդ փուլին եւ Իսրայելը հարձակվեց, իսկ մի քանի օր հետո նաեւ Ամերիկան ներքաշվեց այս պատերազմում, այս անգամ արդեն համատեղ հարձակում։ Սա շատ լուրջ խնդիր է եւ կա մի կարևոր հանգամանք եւս, դա այն է, որ Իրանը բազմիցս զգուշացրել էր, թե գերագույն հոգևոր առաջնորդը, թե ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ այս անգամ պատերազմը չի լինելու նախկինի պես, այսինքն թիրախային հարվածներ չեն լինելու։ Եթե սկսվի պատերազմ, ապա այդ պատերազմը ներառելու է ողջ տարածաշրջանը։